5 կարևոր քայլ դեպի մկրտություն։ Հայոց եկեղեցին իհարկե հորդորում է, որ դուք մկրտվեք, հնարավորինս շուտ, փոքր տարիքում, բայց եթե դուք մեծացել եք ու ինչ-ինչ պատճառներով դեռ չեք մկրտվել, ապա քայլ առաջին՝ մի հետաձգեք ձեր մկրտությունը որևէ պատճառաբանությամբ։ Մկրտվելու համար ամենալավ պահը հենց հիմա է։ Քայլ երկրորդ՝ սկսեք ընթերցել Աստվածաշունչը, քիչ-քիչ, փոքր հատվածներով, բայց պարտաճանաչ եւ հետեւողականորեն։ Մկրտությունից առաջ ընթերցեք որևէ ավետարան, հետո կկարդաք նաև մյուս 3 ավետարանները, առաքյալների նամակները, նոր կտակարանը երբ ավարտեք, նաև հինը կկարդաք։ Քայլ երրորդ՝ գտեք ձեզ կնքահայր։ Նա պետք է լինի առաքելական եկեղեցու զավակ, գիտակից քրիստոնյա, բայց ձեզ հետ պետք է չունենա որևէ արյունակցական կապ։ Չորրորդ քայլում փորձեք լրջորեն ուսումնասիրել քրիստոնեական բարոյագիտությունը։ Նախքան քրիստոնյա մարդ դառնալը շատ կարևոր է, որ մենք լավ մարդ լինենք ու հասկանանք, որ մեղքերն են, որոնցից մենք ամենադժվարն ենք հրաժարվելու։ Անշուշտ նաև մեր դրական կողմերի եւ առաքինությունների վրա շեշտ դնելով մենք քիչ-քիչ պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել եւ հրաժարվել գոնե այն մեղքերից, որոնք արդեն բնավորություն են դառնում։ Քայլ 5-րդ՝ հանդիպեք եւ զրուցեք հոգեվորականի հետ մկրտությունից առաջ։ Բա սրբիչը, մոմը, խաչը, տարոսիկը, նյութականի հարցը հեշտ է, քահանան ամեն ինչ կասի։ Կարևորն այն է, որ ձեր քրիստոնեական կյանքը չսահմանափակվի միայն նյութականով։